Շնորհակալություն վերահաստատելով նախկին ելույթում հնչած կարևորագույն դրույթները շարունակեմ հարգելի համակիրներ, մեր պետության ապագայով մտահոգ քաղաքացիներ, հարգարժան հյուրեր։ Մեր թիմն այսօր իսկապես խիզախություն է դրսևորել քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հայտ ներկայացնել մի ժամանակաշրջանում, երբ մեր հայրենիքը առերեսվել է ոչ միայն ֆիզիկական հարվածների, այլև ավելի վտանգավոր պատերազմի անտեսանելի հետևանքներին։ Մենք իրապես ապրում ենք մի իրավիճակում, երբ կոլեկտիվ տրավման հարվածել է մեր հասարակական կապերին։ Փոխել է մեր աշխարհընկալումն ու խաթարել անվտանգության հիմնարար զգացումը։ Մեր հասարակությունը գտնվում է հոգեբանական թմբիրի մեջ, որտեղ ապագայի հորիզոնը փակ է, իսկ մարդիկ վախենում են երկարաժամկետ պլաններ կազմել։ Բայց մենք այստեղ ենք, ասելու, որ արդարությունը գալիս է։ Եվ այն բերում է իր հետ խելացի պետական կառավարում ու հասարակության վերածնունդի հստակ ճանապարհային քարտեզ հետևյալ շեշտադրումներով։ Մեր պետության հիմքը ընտանիքն է, սակայն այսօր մեր վերարտադրողական պոտենցիալը նշանակալիորեն նվազել է։ Այս ոլորտում մեր ծրագրի առանցքը բազմազավակ ու բարեկեցիկ ընտանիքն է։ Մենք պետք է դադարենք բազմազավակությունը նույնացնել չքավորության հետ։ Պետությունը պետք է ոչ թե նպաստառուի հոգեբանություն սերմանի, այլ արժանապատիվ աշխատանքի հնարավորություն տա իր քաղաքացուն։ Մենք կթոթամփենք առողջապահական ծախսերի բեռը։ Պետությունը պետք է հոգ տան իր քաղաքացիների առողջության համար, որպեսզի նրանք կերտեն զարգացող եւ առողջ հասարակություն։ Միասնության թևերը կապահովի ՀՀ քաղաքացիների համար համընդհանուր անվճար բուժօգնություն եւ սպասարկում։ Միայն ուժեղ արժեհամակարգով եւ գիտելիքով օժտված սերունդը կարող է կոտրել աշխարհը վտանգավոր է ենթագիտակցական ուղերձը։ Պատահական չէ, որ մեր գիտելիքահեն ու գիտականորեն հիմնավորված որոշումների կայացումը միասնության թևեր կուսակցության ծրագրերի իրագործման անկյունակարն է հանդիսանում։ Մենք պնդում ենք, որ դպրոցը համայնքի սիրտն է։ Ուստի դադարեցնելու ենք դպրոցների անհիմն օպտիմալացումը։ Կանցնենք 11-ամյա պարտադիր կրթության, լրացուցիչ 1 տարին ընտրովի հնարավորությամբ, որն իրապես կծառայի բուհ ընդունվելուն պատրաստվելուն կամ մասնագիտություն ձեռք բերելուն։ Պետական բուհերում կրթությունը կլինի անվճար Հայաստանի քաղաքացիների համար։ Մասնավոր բուհերում ուսանողների համար կներդնենք ուսման եւ ապրելու ծախսերի հատուցման ճկուն վարկեր, առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։ Մենք վստահ ենք, որ հենց հասարակության ներսում է խաղաղության հաստատման եւ զարգացման կարևորագույն նախապայմանը, երբ մարդիկ պահպանում են իրենց բարոյական դիմագիծը, կառավարվելով բարոյական օրենքներով, իսկ պետությունն ապահովում է բոլորի հավասարությունը օրենքի առաջ։ Գյուղական համայնքներում դպրոցական կյանքն ակտիվացնելու մանկավարժներին խրախուսելու նպատակով վերականգնվելու է գյուղական ուսուցիչ ծրագիրը, տրամադրելով 0% վարկ, մեկնարկային ֆինանսավորում, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում նաև հողամաս, ֆինանսական օգնություն, ինչպես նաև զինծառայությունից տարկետում։ Մենք հավատում ենք, որ կառավարումը սկսվում է կարգապահությունից։ Եթե խախտվում է այդ կարգը, ապա պետության մեջ առաջանում է անկարգություն, անիշխանություն, բարոյազրկում եւ հեղինակազրկվում են հասարակական արժեքները։ Կոնֆուցիոսն ասում էր հայրը պետք է հայր լինի, իսկ որդին որդի։ Մենք շարունակում ենք։ Բժիշկը պետք է բուժի, ուսուցիչը սովորեցնի։ Իսկ դրա համար պետության այս առանցքային դերակատարները պետք է զգան պետության հովանին։ Մենք բժիշկներին եւ ուսուցիչներին կազատենք վարչարարական քաշքշուկներից եւ կներդնենք բարձրացության նոր, արդար համակարգ։ Իրավական դաշտում մենք ստեղծելու ենք սահմանադրական հանրապետություն, իշխանության ճյուղերի միջև հակակշիռների ու զսպումների իրական համակարգով։ Նախագահը կընտրվի ուղղակի քվեարկությամբ։ Քվեաթերթիկում կվերականգնենք բոլորին դեմ տարբերակը, վերջ տալով ձայների փոշիացմանը եւ դրա հետ կապելով կոնկրետ իրավական հետևանքներ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն քաղաքական համակարգի զարգացմանը։ Կրկնակի կկրճատենք դատական գործերի քննության ժամկետները, ապահովելով դատարանների իրական անկախությունը։ Սիրելի հայրենակիցներ, մեր նպատակն է ձևավորել սերունդ, որն այլևս չի ապրի մշտական տագնապի մեջ։ Մենք կառուցելու ենք պետություն, որը ոչ թե կարեկցում է, այլ հզորացնում։ Մենք միայն միասին կարող ենք փոխել մեր ապագան։ Արդարությունը գալիս է եւ այն սկսվում է մեզ այն յուրաքանչյուրի ընտանիքի պաշտպանվածությունից։ Շնորհակալ եմ։